որտեղ հյուրանոցում ենք, մեր նույն հյուրանոցում կարողացանք բանակցել ավելի մատչելի գներ մեզ տրամադրեն, առնվազն նույն գնով կարողացանք շարունակել մնալ այստեղ մինչև ամսի 11-ը։ Ամսի 11-ից սկսած արդեն ճանապարհ ենք ընկնելու, վերցրել ենք հնարավոր մատչելի տոմսերը, որոնք որ 11-ից հետո նոր ավելի մատչելի գներ էին ունենում, դրա համար մինչև այդ ձգեցինք, եւ որպեսզի մեր բալիկը քանի 6 տարեկան է շատ չհոգնի ճանապարհի վրա, այնպեսի թռիչքներ ենք վերցրել, որ միջանկյալ ինչ-որ միտեղ գիշերակաց ունենանք, որպեսզի բալիկը անընդմեջ օդանավակայաններում չլինի։ Այդպես մենք ամսի 14-ին նոր կհասնենք Թբիլիսի։ Մենք Ինդոնեզիայում ենք ճամփորդում, Սինգապուրը մեր տրանսֆերն էր, որից հետո պիտի գնանք Քաթար, մի օր ունենք Սինգապուրում ու հենց այդ օրը ոնց որ կրակոցները սկսեցին, ամսի 1-ին պետքա թռնենք, բայց մեր թռիչքը չեղարկվեց ու արդեն ոնց որ 9 օրա, 10 օրա այստեղ ենք։ Ամսի 28-ից այստեղ ենք։ Սկզբնականում նաև ոնց որ Հայաստանի վրա այդքան հույս չդրեցի, որովհետև լսեցի Արադ Միրզոյանի խոսքը, երբ որ ինքը ասում է, որ եթե մարդիկ կարող են գնան Շրի Լանկայում լողազգեստով նկար գցեն, ուրեմն կարան հետ գան տուն։ Չգիտեմ, իմ համար դա աբսուրդ էր, երբ որ ես կարդում եմ, որ չգիտեմ, Վրաստանից չարտեղային թռիչքներ են անում այդ ժամանակ, Նեդերլանդը անում է, Կազախստանը անում է, Բալկանները անում են, ու դու այդ պայն մտածում ես, որ Հայաստանը ինչ-որ ձևով քեզ կօգնի, բայց ոչ մի պատասխան, հետո նոր իմացել եմ, որ այդ 250,000 դրամի փոխհատուցումը կա, բայց ես սենց ասեմ, իմ թռիչքի անգամ կեսը 250,000 դրամ չի, իմ թռիչքը շատ թանկ եմ առել։ Մենք այստեղից գնում ենք Չինաստան, չեմ հիշում քաղաքի անունը, այդ քաղաքից գնում ենք ուրիշ քաղաք, այնտեղից գնում ենք Ալմատի, Ալմատիից Շիմկենտ, Շիմկենտից Թբիլիսի, Թբիլիսիից Երևան։ Ամենաէժան ու ամենահարմար տոմսը էդ է եղել, որ մենք կարողացել ենք գտնել։